Մույթ աշխարհի ամենաբարի ողջունները իմ շատ սիրելի փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մույթ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսներն են ողջունում եւ մեր լավագույն բարեկամ SM Փղիկ խաղալիքների խանութ սրա։ Հասցեն նոր 5-րդ զանգված Արտեմ Միկոյան 14 հիշում եմ։ Նաեւ ձեզ ողջունում է մեր ամենաբարի Քերին, ով է նա, որ երբևիցե չեք տեսել, բայց արդեն 22, շուտով 23 տարի է լսում եք նրա մասին։ Դա մեր ժամապահ Քերին է, ով շատ բարի է մեզ եթերային երկար ժամանակ կտա սիրելի փոքրիկներ, ձեզ հետ միասին սովորենք նկարել մի նոր մուլտիպլիկացիոն հերոս։ Կարելի ասել հերոսներ։ Հիմա կասեմ թե ինչու հերոսներ։ Իմ փոքրիկ բարեկամներ, հենց այս պահին դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, սև կախարդական մատիտը եւ ռետինե ջնջոցը պատրաստ պահեք, կասեմ թե ինչ ենք անելու։ Մինչ նկարելը, եթե նկատում եք, մեր տաղավարում բազմազան խաղալիքներ կան։ Տղաների համար, աղջիկների համար, տեսեք, այնտեղ սարդ մարդն է, ռոբոտ, նապաստակ, գործիքներ, հեռակառավարվող մեքենաներ, մատիտներ, կրճատուփեր եւ այլն։ Մաշան, արջուկն է այնտեղ։ Սիրելի փոքրիկներ, որպես մրցանակ նվերներ, SM Փղիկը սա պատրաստել է ձեզ համար։ Եթե դիտում եք մեր հաղորդումը, արդեն անցած շաբաթվա հաղորդումներից պատկերացում կազմել եք։ Դուք նկարում եք Քերի Մուլտիկնիկի սովորեցրած մուլտիպլիկացիոն հերոսներին, գրում եք վերնագրերը, ինչ վերնագիր քիչ հետո կասեմ։ Ստեղծում եք մեկ էջի վրա, A4 թղթիկի վրա, ձեզ կարող են նաև մեծերը օգնել։ Հեքիաթ պատմություններ հորինում եք։ Դնում եք ծրարի մեջ եւ նկարը, եւ հեքիաթ պատմությունը, եւ վերնագիրը, գրում եք ձեր անուն, ազգանունները, քանի տարեկան եք, ով է ձեզ օգնել հեքիաթը գրելու համար, գուցե պապիկը, տատիկը, հայրիկը, մայրիկը, մեծ քույրիկը, մեծ եղբայրը, եւ ուղարկում եք Քերի Մուլտիկնիկին։ Կասեմ ինչ հասցեով։ Նաև կասեմ, եթե ցանկանում եք ձեր նամակը շատ շուտ հասնի Քերի Մուլտիկնիկին եւ դուք ապրում եք Նոր Նորքում, պարտադիր չէ 5-րդ զանգվածում, կարող եք ձեր նամակները, ծրարները տանել SM Փղիկ խաղալիքների խանութ սրա, այնտեղ գոյություն ունի կախարդական փոստակղզի ծրարը, գցում եք այնտեղ եւ ավելի շուտ կհասնի Քերի Մուլտիկնիկին ձեր ծրարը, նամակը, նկարը, քան փոստով։ Պատրաստ եք։ Հիմա ձեր թղթիկի վերևի մասում գրում եք վերնագիրը, ինչ վերնագիր եմ տալու ձեզ, հենց այդ վերնագրով էլ պետք է հորինեք հեքիաթ պատմություն։ Ընձուղտն ու գետացին։ Այս նկարը, պատմությունը ավելի շատ 4-ից 6-7 տարեկան փոքրիկների համար է։ Մեծերն էլ կարող են նկարել։ Քանի որ շատ դյուրին ձևով եմ սովորեցնելու, հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել, որ ամենափոքրիկ նկարիչները կարողանան նկարել, հետո իրենց մեծերի հետ հորինեն պատմություն, ուղարկեն Քերի Մուլտիկնիկին։ Պատրաստ եք, տեսեք ինչ հեշտ է ստացվելու։ Բայց անպայման ռետինե ջնջոցը օգտագործեք։ Եթե ինչ-որ գծիկ ծուռ է ստացվում, ջնջում եք, մաքրում եք սխալը, նկարում եք այնպես, ինչպես Քերի Մուլտիկնիկը։ Դες վարպետ մատիտով եմ նկարում, մարկերով, որպեսզի ձեզ լավ երևա, դուք սովորական մատիտներով նկարեք ջնջել լինելու համար։ Տեսեք, սկզբից նկարելու ենք ընձուղտին, իմ փոքրիկ բարեկամներ, ընձուղտի գլուխն եմ նկարելու, այսպես հավկիթի նման զվադեպ կլորիկ եմ, վերևի մասում անելու, այստեղ։ Մի րոպե, երևի թե իմ մատիտը փոխեմ, ավելի հաստ մատիտ վերցնեմ։ Լավ, արագ, հետո կհաստացնենք։ Այստեղից ուշադրություն, սիրելի փոքրիկներ, այսպիսի մի պատկեր ենք նկարում։ Ներքևի մասը ավելի հաստլիկ, վերևի մասը ավելի բարակ, հավկիթի նման։ Իմ փոքրիկ բարեկամներ, երկու կլորիկ աչքեր ենք իրար կպած նկարելու, երևի առաջինը մի քիչ մեծ, երկրորդը ավելի փոքր, սևիկները ներքև, ուղղակի կլորիկ սևիկներ։ Ունքեր, ամենաչնկարող փոքրիկը այս բանին կարող է Քերի Մուլտիկնիկի հետ նկարել։ Եթե հիշում եք, ընձուղտները ունեն փափուկ կոտոշներ, այսպիսի վերջություն կլորիկներով։
Հիմա ականջներն եմ նկարելու տերևիկի նման։ Կլորիկ այսպես 1 2 ականջին խորություն եմ տալու 1 2 դունչիկը կբաժանենք կոր գծիկով, այապես եւ անձրևի կաթիլի նման քթանցք։ Ստացվեց, եթե ստացվեց դա արդեն լավ։ Պարանոցը, երկար պարանոց ենք նկարելու սիրելի փոքրիկներ, այսպես։ Հոպ, 1 2 կրծքավանդակը, այստեղից գծիկը մի քիչ կհաստացնեմ, մեջքի մասը, տազիկը, այստեղ փորիկն ենք նկարելու, բարձ չենք նկարի ոտքերը, քանի որ ես խոստացա, որ այս նկարը, որ պետք է նկարեն, ավելի շատ փորձում եմ նկարել փոքրիկ նկարիչների համար 4-ից 6-7 տարեկան։ Դրա համար մի անգամից այստեղ ուրեմն ուշադրություն։ Ոտիկ ենք այսպեսի նկարելու կլորիկով։ Հոպ։ Դիմացի ոտքը, հոպ։ Հետո ետևի ոտքն ենք նկարելու, հոպ։ Եվ աջ ոտքը, հոպ։ Նոր արդեն կճղակները կնկարենք 1 2 1 2 եւ պոչիկը։ Վերջույթը վրցնի նման, հոպ, հոպ։ Հեշտ, այն չնկարող փոքրիկը այս պահին սիրելի նկարիչներ, հիմա կարող ասել, տեսեք, ինձ մոտ էլ ստացվեց։ Մենք խալիկներ կնկարենք մեր ընձուղտի վրա, ճակատային մասում, այսպեսի մի խալիկ կնկարենք ամպիկի նման, հոպ, 1 2 3, հետո կանցնենք պարանոցին, 1 2 եւ այսպես շարունակ։ 3 փորիկի վրա ամպիկի նման մի խալիկ, հետո կրծքավանդակին, նույնիսկ ոտքերին կարող ենք նկարել, շատ լավ է։ Հիմա ինձ կասեք, բա գետաձին ինչպես ենք նկարելու, ավելի հեշտ ձևով, երկու ընկերներով, տեսեք, գետաձին մի քիչ ավելի հեռու կնկարենք, դրա համար դունչիկը այս մասում եմ նկարելու գետաձիու, հետո գլուխը, մենք գետաձի մի քանի անգամ այսպես նկարել ենք, ճիշտ է, հետո աչքերը, էլի կլորիկ աչքեր ենք նկարում, 1 2, հիմա մատիտը կփոխենք, իմ փոքրիկ բարեկամներ, սևիկները, գետաձիու սևիկները, աչքի սևիկները, այս անգամ դեպի վերև կնկարենք ունքերով, այսինքն մեր գետաձին նայում է իր ընկերոջ ընձուղտին։ Գծիկը կհաստացնեմ, դունչիկը նույնպես, այսպես, ականջներն եմ նկարելու, փոքրիկ ականջներ, 1 2 ականջներին խորություն, հիմա քթանցքը, մեծ քթանցք ենք նկարելու, այսպես կլորիկով, 1 2 դիմացի 2 մեծ ատամները, 1 2 դունչիկը էլի կընդգծեմ, մարմինը չաղլիկ ենք նկարելու, կլորիկ, դրա համար այսպես մարմինը, այստեղից կերևա, մի փոքր այս մասում կերևա, հետո կրծքավանդակը, դիմացի աջ ոտքը, շարունակում ենք, փորիկը, տեսեք, գտնվում է մեր ընձուղտի ետևի մասում, մի քիչ հեռու, դրա համար ետևի ոտքի մի կտորը այստեղ կերևա։ Դիմացի աջ ոտքն ենք նկարում, սա ձախներ, աչը, դե մյուսը արդեն չի երևա։ Կարող եք մի փոքր այստեղ երևա։ Մատիկները կամ եղունգները ինչպես ցանկանում եք անվանեք, 1 2 այստեղ երևա, 1 կիսատ 2 1 2 հիմա ստվերներ կանեմ ոտքերի տակ, 1 2 այստեղ 1 2 նույնը գետաձիու ոտքերի տակ ստվերներ կանենք, կիսաձվաձև, այսպես, այսպես գծիկով կառանձնացնենք, որտեղ են գտնում, հա, պոչիկը չմոռանանք, էլի վրցնի նման, մի քիչ ավելի կարճ, քան ընձուղտին է, այդպես, ոպ, հեռվում էլի ինչ-որ սարեր, ձորեր, արև, սիրելի փոքրիկներ, շողերն ենք նկարում և ամպիկ։ Ես չգիտեմ դուք ինչ եք հորինելու, ինչ պատմություն,
ընձուղտն ու եւ գետածին երկու ընկերներ վերնագրով, բայց ասեմ, որ ձեր մեծերը եթե ձեզ օգնեն, իմ փոքրիկ բարեկամներ, շատ գեղեցիկ պատմություն եւ շատ գեղեցիկ նկար է ստացվելու։ Տեսեք, ես շագանակագույն մատիտը վերցրել եմ եւ ուզում եմ ընձուղտի խալիկները ներկել։ Սա մեկ, նույնիսկ շագանակագույն մատիտով ականջին խորություն կտամ, պոզիկների կլորիկները կանեմ, այսպես գծիկներ կանեմ։ Ու այսպես շարունակում ենք խալիկները ներկելով։ Շագանակագույն մատիտով սիրելի փոքրիկներ, նաև կընդգծենք աչքերը սպիտակ, որպեսզի սպիտակը ավելի լավ ընդգծվի, շագանակագույնից հետո ամբողջովին բաց կամ մուգ դեղին մատիտով կներկենք մեր ընձուղտին, քթանցքը, ու այսպես հերթով իջնում ենք։ Պարանոցի խալիկներն ենք ներկում անպայման իմ փոքրիկ նկարիչներ, պատկերը ներկելուց ձեր գունավոր մատիտով ներսից ընդգծում եք, տեսնում եք չէ, ինչպես եք հեռամուլտիկնիկը անում, նոր ներկում եք, շատ լավ է, անցանք հաջորդ խալիկին, կենդանիներ խալիկներ ունենում են, ընդգծված, դասավորված, ասենք առյուծները այլ տիպի խալիկներ են ունենում, կատուները մի այլ տիպի, եթե հետևում եք հեռամուլտիկնիկի հաղորդումներին, այնտեղ հեռամուլտիկնիկը բոլորիդ բացատրում է, թե ինչպես կարելի է ներկել կամ նկարել այս կամ այն հերոսին։ Հիմա կճղակներն եմ ներկում շագանակագույն։ Եվ վերջ։ Դեղին մատիտն է մեզ օգնության գալու ամենակախարդական դեղին մատիտ։ Եթե ցանկանանք կլորացնել պարանոցը, գլուխը եւ այլն, ես մուգ դեղին մատիտով աչակողմյան մասը մուգ դեղին մատիտով այսպես կներկեմ, ամբողջությամբ չեմ ներկի։ Կթողնեմ, որպեսզի ամենակախարդական բաց դեղին մատիտը մեզ օգնության գա։ Տեսեք, աչակողմյան մասը, եթե մուգ դեղին եմ ներկում, հետո ձախակողմյան մասն էլ ներկելու ենք արդեն իմ լավ բարեկամներ բաց դեղին, դուք նկարից կհասկանաք, որ ձեր հերոսը արդեն ունի կլոր ոտիկներ, պարանոց կլոր, նույնիսկ պոչիկ։ Հիմա մեզ օգնության է գալիս ամենակախարդական դեղին մատիտը։ Բացի դունչիկից մնացածը ներկում ենք բաց դեղին։ Տեսեք ինչ գեղեցիկ է ստացվում։ Կարծում եմ ձեզ մոտ էլ այսպես գեղեցիկ հերոս կստացվի։ Դե մեծերի համար, ասենք 7-ից 14-12 տարեկան փոքրիկների համար, պատանիների համար նույնիսկ շատ հեշտ է այս հերոսներին նկարել, իսկ ամենակրտսեր նկարիչների համար սա կարծես թե կհամարենք ամենալավագույն նկարներից մեկը։ Ընձուղտը պատրաստ է։ Ինչ գույնով ներկենք գետաձյուկին, կարող ենք շագանակագույն ներկել ինչպես որ կա, բայց իմ փոքրիկ բարեկամներ, որպեսզի այն ավելի մուլտիպլիկացիոն լինի մեր հերոսը, ավելի գունեղ, ես վերցնում եմ մանուշակագույն մատիտը, այսպես, աչակողմյան մասը, այսպես էլի, նույնիսկ ձախակողմի արևը տեսեք որտեղ է, այս անգամ ձախակողմի մասը ներկում եմ մանուշակագույն, տեսեք սպիտակ ատամները ինչ լավ է երևում, ոտիկները մի փոքր կլորացնում եմ, հետո փորիկը, այստեղ ոտիկները էլի մի փոքր երևում են, մենք արդեն պետք է նկարները այնպես նկարենք, որ իմանանք հեռվում է գտնվում, մոտիկ է, կողքին է, մեր հերոսը դրա համար այսպես նկարեցի, իրար կողքի, ձեզ համար բարդություն չառաջացնելու համար, քթանցքն էլ կներկեմ, մանուշակագույնը մի կողմ կդնեմ, ուր է վարդագույն մատիտը, բաց վարդագույն մատիտը կվերցնեմ, սպիտակ թողված հատվածները կներկենք բաց վարդագույն։ Եվ մեր հերոսը ավելի կգեղեցկանա։ Տեսեք, դունչիկի ներքևի հատվածն եմ վարդագույն ներկելու, ինչ-որ մասը սպիտակ կթողնեմ։ Վերջ, շարունակում ենք ներկել։ Սպիտակ մասեր, երբ որ տեսնում եք, գետաձյուկի վրա արդեն ամբողջությամբ բաց վարդագույն եք ներկում։ Այսպես, այսպես ու այսպես։ Հերոսներին, ավելի ճիշտ, ներկեցինք։ Մուգ կանաչ մատիտը վերցնենք,
Մարգագետինը ընդգծենք եւ սպիտակ թղթիկը կճնշենք եւ այստեղ երբ որ սպիտակը ներկենք, սպիտակ ատամը ավելի լավ կերևա։ Տեսաք։ Ապրեք դուք։ Փորիկի տակը այստեղ։ Քերին ձայն չի հանում, ուրեմն մենք դեռ ժամանակ ունենք եթերային եւ կարծում եմ նաեւ կհասցնենք բնությունը ներկել։ Այստեղ էլ ենք ներկելու։ Տեսեք ինչպես է ձեր հերոսը ընդգծվում։ Երբ որ ճիշտ եք ներկում նկարը, արդեն ավելի գեղեցիկ է ստացվում ամբողջությամբ պատմությունը նկարի եւ հեշտ կլինի նկարելուց հետո նաեւ իմ փոքրիկ բարեկամներ պատմությունը հորինել։ Ուզում եմ սարերը բաց կանաչ ներկել։ Այսպես ուրեմն։ Տեսեք, իհարկե, ընձուղտի համար բնություն նկարեցինք։ Գետաձիուկներն էլ բնություն շատ են սիրում, կանաչ խոտիկներ եւ այլ, բայց նաեւ սիրում են լողալ, լճակում, ծովակում, եւ դրա համար այս հատվածը սպիտակ թողված կդարձնենք լճակ։ Սպիտակ մասը, այսպես մուգ կապույտ մատիտով կներկենք իբրև լճակ։ Գծիկները զուգահեռ արեք, աջ և ձախ, այսպես քերի մուլտիկնիկի նման, նաև ալիքներ կստանաք լճակի։ Ձախակողմի հատվածը ներկեցինք, ինչքան ժամանակ ունենք քերի, 3 րոպե մնաց, լավ, շատ արագ ներկենք, առաջադրանքը վերջում կտամ, հիշեցնեմ մեր փոստային հասցեն և վերջ։ Դեղին մատիտով արևը ներկենք։ Դուք նաև քանի որ մուլտիպլիկացիոն նկար է, կարող եք արևին աչքեր, ունքեր, քիթիկ, բերանիկ տալ։ Բաց կապույտ մատիտ ուրես, ուղղակի եզրագծելու ենք ամպիկը սպիտակ լինելու համար, այսպես, բաց կապույտ մատիտով։ Տեսակ ինչ գեղեցիկ նկար ստացվեց, վերջ, ավարտեցի քերի, ավարտեցի։ Մեր ընձուղտն ու գետաձին երկու ընկերներ վերնագրով նկարը պատրաստ է։ Բա, գիտեմ, ամենափոքրիկ նկարիչները այս պահին քերի մուլտիկնիկի հետ նկարեցին, հիմա կանչում են տատիկներին, պապիկներին, հայրիկներին, մայրիկներին, ասում են քերի մուլտիկնիկ այսպեսի առաջադրանք է տվել։ Ընձուղտն ու գետաձին երկու ընկերներ վերնագրով փոքրիկ հեքիաթ պատմություն հորինել եւ ուղարկել քերի մուլտիկնիկին, որ հասցեով Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստան ընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ եթե դուք ապրում եք նոր Նորքում, կապ չունի որ զանգվածում, հատկապես 5-րդ զանգվածում, ապա ձեր նամակը քերի մուլտիկնիկին շուտ հասնելու համար այնտեղ խանութում ունենք կախարդական փոստարկղ։ Ձեր նամակն ու նկարը կարող եք տանել SM Փղիկ խաղալիքների խանութ սրա։ Հասցեն Նոր Նորքի 5-րդ զանգված Արտեմ Նիկոյան 14։ Ձեր նամակները կհասնի քերի մուլտիկնիկին։ Այստեղ կհավաքվեն նամակները, ես կցուցադրեմ նկարները, նույնիսկ կընթերցեմ ձեր հեքիաթները, լավագույն հեքիաթի նկարի հեղինակները, դե իհարկե, լավագույն 8 նկարի եւ պատմության հեղինակները կստանան այսպիսի խաղալիքներ, խաղալիք նվերներ, մրցանակներ, ինչպես ցանկանում եք անվանեք, SM Փղիկի կողմից։ Վերջ, այսօրվա հաղորդումը համարենք ավարտված, ժամապահ քերին, մեր ընձուղտն ու գետաձին, քերի մուլտիկնիկը, մուլտաշխարհի բոլոր հերոսները, SM Փղիկը ձեզ հրաժեշտ են տալիս հանդիպելու ակնկալիքով։ Իսկ հիմա ամենակախարդական խոսքը։ Միշտ օր հանդիպում, Ալբուլդա։ Papa zip, papa zip, papa zip, papa zip, papa zip, papa zip.